ճիշտ ասած իմ գործընկերների կողմից ինձ հետաքրքրող երկու հարց հնչեցին, բայց մեկի պատասխանը դուք այդպես էլ չտվեցիք, խոսքը մասնավորապես վերաբերում է արդյոք 31 թվականին հերթական ընտրությունների ժամանակ դուք այլ ուժի հետ մասնակցեք ընտրություններին, պայմանականորեն հանրապետական կամ կարող է ինչ-որ նոր ուժ ձևավորվի, կա արդյոք նման սցենար։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, իսկապես եթե դիտարկեմ իրավիճակին հետևյալ կերպ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը նշված հարցը հուզում է, երևի թե նաև ձեր ընտրողներին էլ է այդ հարցը հուզում, շնորհակալ եմ ձեզ դրա համար, պատասխանս հստակ է։ Դուք ինձ տեսնելու եք բացառապես այս ուժի, որն էլ իդեպ, ոնց ընդգծել ենք ի սկզբանե, իշխանության, իշխանափոխության հավակնությունը ներկայացնող ուժն է։ Այլ կերպ ասած, եթե իսկապես տենց դա ձեզ անհանգստացնում է, ձեզ, մեր հայրենակիցներին թող չանհանգստանան։ Ամեն ինչ շատ հստակ է, իդեպ հետաքրքիր է, չէ, որ իմ խմբակցության գործընկերներից տենց հարց չի հնչում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել եմ բոլոր մեր հանրապետության քաղաքներում, համայնքներում, ոչ մեկի մոտ տենց հարց չէր առաջանում, բայց միգուցե դա էլ պատահական չի, որ հենց քաղաքացիական պայմանագիր խմբակցության մոտ է այդ հարցը առաջանում, որովհետև երևի թե դուք էլ եք տեսնում մի process, որ գնում է այս ընթացքում։ Այդ process-ի անունն էլ դուք էլ գիտեք, բայց ուզում եք արձագանքեք, հետո շարունակեմ։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ Սամվել Կարապետյանը ձեզ առաջարկ է արել եւ ձեզ համար մեծ պատիվ էր մասնակցելու ուժեղ Հայաստան կուսակցության հետ, բայց ես հիշում եմ, որ դուք նույնաբովանդակ խոսակցություն եք ունեցել, որ ձեզ համար մեծ պատիվ էր Հայաստան դաշինքի հետ մասնակցելու եւ կարող եք ինձ ասել, օրինակ Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստանի, այսպես գաղափարական կամ ծրագրային ինչ տարբերություն կա եւ եթե Հայաստան դաշինքից ձեզ առաջարկ լիներ, միգուցե եղել է, ես չգիտեմ, եթե Հայաստան դաշինքից էլ ձեզ առաջարկ լիներ իրենց հետ մասնակցելու, դուք որը կընտրեիք։ Խնդրում ակնկալում եմ ձեզանից հստակ պատասխան, որտեղ ամեն ինչ խոսում եք, բացի հարցի բուն պատասխանից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ պատասխանը առավել քան հստակ է, որ ես Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում թիմի անդամ լինելով հրաժարական եմ տվել, դուրս եմ եկել ակտիվ քաղաքականությունից։ Դուք ընդգծեցիք իմ խոսքից այն հատվածը, որ այո, Սամվել Կարապետյանի կողմից առաջարկն ուղղված ինձ համար մեծ պատիվ է եղել։ Բայց երևի թե չուզեցաք նշել նաև այն հանգամանքը, արդյոք ես ցանկություն ունեցել եմ կրկին լինելու քաղաքականության մեջ, չեմ ունեցել։ Բայց մի հետաքրքիր հանգամանք կա, 21 թվականին Հայաստան դաշինքից նման առաջարկ չեմ ստացել, 26 թվականի և 21 թվականի միջև մի հետաքրքիր նմանություն կա, քաղաքացիական պայմանագիրը դեռևս իշխանություն է։ Իհարկե, էական տարբերություն կա, կարծում եմ դուք էլ եք զգում հանրային արձագանքներից, բայց ես կարծես թե քաղաքականության մեջ եմ կրկին հայտնվում, որովհետև դուք դեռևս իշխանություն եք։